վերջին պարզ դարձավ, որ նախարարների 7-ից 9 միլիոն դրամ պարգևավճար են ստացել։ Ձեր կարծիքով այդ որոշումը արդարացի է, արժանի են նրանք։ Իհարկե ոչ։ Ինձ թվում է հասարակ ժողովուրդը աշխատավարձը բարձրացնելու համար կարելի է մտածել գոնե քանց թե նախարարների։ Չգիտեմ, չեմ ուզում քաղաքականությամբ զբաղվեմ, հոգնելու։ Ոչ։ Իսկ որտեղ կարելի է ծախսել այդ գումարը։ Իսկ ինչա քիչ տեղեր կան, որ անհրաժեշտ են ծախսել այդ գումարները։ Նոր բյուջեն բանանել, վարչապետը առաջարկում էր նոր բյուջե, խոսում էր ինչի համար չի հերիքում գումարն է, թոշակները, այդ նախարարները ինչի համար են ստանում, երբ որ այդքան մեծ խնդիրներ ա ստեղծվել տնտեսական, ֆինանսական ասպարեզում, ինչի համար են ստանում։ Ոչ միայն նախարարները, պարլամենտականներն էլ հետները։ Իհարկե ոչ։ Ինչ կատարած աշխատանքի համար չեմ տեսնում ինչ-որ մի աշխատանք։ Շոշափելի աշխատանք չեմ տեսնում։ Ոչ։ Իրանք մենակ իրաց փողերի մասին են մտածում, ժողովրդի մասին մտածող չկա։ Իսկ նրանց կարծիքով դա ավելի արդարացի է, քանի որ ավելի լավ կարող են աշխատել եւ ավելի ոգևորվել։ Իսկ այդ թոշակառուները ինչ պիտի անեն։ Ասում 10,000 դրամը որ տանք ինչ պիտի անեն։ Չեն կարա ծախսել։ Քան զզվում եմ իրանցից։ Դե ձեր հարցի մեջ արդեն պատասխանը կա։ Իհարկե ոչ։ Հայաստանում ներկա պահին ոչ մի բան արդարացի չի կատարվում այս։ Ահավոր արդարացի։ Ես աղքատ երկրում ոնց կարան իրանք այդքան պարգևավճար ստանան։ Չէ՞ որ մարդիկ սննդի փող չեն հասցնում։ Թոշակառուների մասնախոսքը առաջինը եւ երկրորդ են չունեցողները, որոնք մեծ քանակություն են կազմում մեր հանրապետությունում։ Ուղղակի իրանք պետք է ամոթից գետին մտնեն եւ հրաժարվեին այդ պարգևավճարներից։ Ասեն սա բաժանեք մեր կողմի ժողովրդին։ Հետո պարգևավճար ում են տվել։ Պետական աշխատավորներին։ Լավ է, բայց պետական աշխատավոր չի պիտի նոր տարիա գալիս պարգևավճարը ստանա։ Բա պիտի ինչ անեին, կողանային սուպերմարկետ սարքեին ու դաչաներ սարքեին ու երկիրը թալանեին ու բիզնեսներ անեին իրենց համար։ Այդ գումարը որտեղ կարող էր ավելի լավ ծախսվել, քան որ պարգևավճարներն են բարձրացել։ Ուրեմն ասեմ, ավելի լավ էր այդ գումարը տրամադրել մեր զոհված ազատամարտիկների ընտանիքներին, որպեսզի այդ ցավը մի փոքր մեղմանար։ Պարզ չի որ թոշակների վրա։ Ես այդպես կասեմ։ Միայն թոշակների։ Նպաստների, թոշակների, զոհված ընտանիքների նպաստներին, կարիքավոր մարդկանց, ովքեր բազմազավակ ընտանիքներ են, պարզ չի։ Ծնողազուրկ երեխաների, գիտության զարգացման, ու մի շարք ոլորտներ։ Բայց նրանք նաև այն կարծիքին են, որ արժանի են այդ պարգևավճարները եւ այդ պարգևավճարները նաև ոգևորում է, որ էլ ավելի լավ աշխատեն եւ արդարացնեն իրեն։ Գիտես, ժողովուրդն էլ կարծում է, որ ինքն էլ արդարացի պիտի լավ ապրի, որովհետեւ շատ մեծ պայքար է տարել այս փոքր երկիրը ստեղծելու ու պահելու համար։ Ժողովուրդն էլ իրավունք ունի լավ ապրելու։ Մանկատներում միայնակ ծնողներ կան, որ օգնելու որ չունեն։ Շատ ոլորտներ կան, որբանոցներում կան։ Բայց ես հիմա չեմ կարող հիշել էլի բոլորը։